1988 թվական հայ ժողովրդի խաղաղ կյանքը խաթարում է սպիտակի ծանր երկրաշարժը, համաշխարհային հանրության ուշադրությունը դեպի Հայաստանն է, բայց հայերը հաղթում են այս արհավիրքին։ 1991 թվական շուրջ 600 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը կրկին անկախ է, համաշխարհային հանրությունը ծափահարում է հայ ժողովրդին, մենք կրկին հաղթում ենք։ 1991 թվական շուրջ 600 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը կրկին ձեռք է բերում անկախություն, համաշխարհային հանրությունը ծափահարում է հայ ժողովրդին։ Հայաստանի Հանրապետությունը անկախ պետություն։ 1994 թվական պարտադրված պատերազմ, արդյունքում Արցախն ազատագրված է, հայոց բանակը ամենահզորն է տարածաշրջանում, մենք նորից հաղթում ենք։ Եվ վերջապես 2018 թվական հայ ժողովուրդը շակերտավոր հեղափոխություն է անում եւ բերում սրտի իշխանությանը, համաշխարհային հասարակությունը Հայաստանին նայում է որպես հրաշքի։ Բայց մի րոպե, ուր մնացին այդ հաղթանակները։ 2020 թվական 44-օրյա պատերազմում մենք պարտվում ենք։ 2023 թվական Արցախը կորսված է։ 2026 թվական հայ ժողովուրդը բաժանված է երկու մասի։ Ինչու մենք օրացական պահերին համախմբում եւ հաղթում ենք, բայց խաղաղ պայմաններում չենք կարողանում պահպանել ու զարգացնել այդ հաղթանակը։ Ինչու հայերի յուրաքանչյուր սերունդ սկսում է 0-ից։ Այսօր ես կփորձեմ պատասխանել բոլոր այդ հարցերին, ոչ էմոցիոնալ առումով, ոչ քաղաքական առումով, ուղղակի, անկեղծ։ Բժշկության մեջ կա այսպիսի տերմին՝ սիմպտոմատիկ բուժում։ Սա այն դեպքն է, երբ բժիշկը իջեցնում է տաքությունը կոնկրետ տեղաբերով, բայց հիվանդությունը վերջնականապես չի բուժում։ Տաքությունն անցնում է, բայց կրկին վերադառնում է 1 շաբաթ անց։ Հայկական արտադրության քաղաքականությունը սիմպտոմատիկ բուժում է անցնում շուրջ 35 տարի։ Ժողովուրդը դժգոհ է իշխանությունից, դուրս է գալիս փողոց, դժգոհում է, հեռացնում է այդ իշխանությանը ճնշման ներքո, գալիս է հաջորդ իշխանությունը։ 1-2 տարի անց նույն պատմությունն է։ Ժողովուրդը կրկին դուրս է գալիս փողոց, հայտնում իր դժգոհությունը եւ կրկին փոխում իշխանությանը։ Եվ այսպես այս ցիկլը շարունակվում ու պատտվում է անվերջ, անիվի նման, բայց արդյունք չկա։ Նույնը եղավ 2018-ի ճակերտավոր հեղափոխության ժամանակ։ 1998-ին հեռացավ Տեր-Պետրոսյանը, եկավ Քոչարյանը, Քոչարյանից հետո եկավ Սարգսյանը, Սարգսյանին փոխարինելու եկավ Նիկոլ Փաշինյանը։ Իրականում փոխվում էին դեմքերը, բայց համակարգը մնում է նույնը։ Պատմության մեջ շատ կան օրինակներ, երբ երկրներն անցնում են որոշակի ֆիլտրով եւ դառնում իսկական պետություն։ Մենք առայժմ դրան անգամ մոտ չենք։ Հայերը խելացի ազգ են, անհատական առումով։ Հայերը հաջողակ են Մոսկվայում, հայերը հաջողակ են Փարիզում, ի վերջո հայերը հաջողակ են Միացյալ Նահանգներում, բայց Հայաստանում չգիտես ինչու համակարգը չի աշխատում, որովհետև մենք մշակույթ կամ համակարգ կառուցում ենք կոնկրետ անձի շուրջ, ոչ թե ինստիտուտների։ Օրինակ, երբ Հայաստանում հայտնվում է քիչ թե շատ ուժեղ անհատականություն, մենք նրան սկսում ենք աստվածացնել եւ նրա մեջ տեսնում ենք ազգի փրկչի։ Գերմանիայում չկա անձի պաշտամունք, բայց կան աշխատող ինստիտուտներ։ Կանցլերը գալիս է, ինստիտուտներն աշխատում են։ Կանցլերը հեռանում է, ինստիտուտները կրկին աշխատում են։ Դատարաններն անկախ են ոչ թե նրա համար, որ դատավորները լավ մարդիկ են, այլ նրա համար, որ համակարգը այդ դատարանները դարձրել է անկախ։ Հայաստանում պետականություն կառուցում են կոնկրետ մարդուն վստահելու միջոցով։ Քաղաքակիրթ եւ հաջողակ պետությունները պետականություն կառուցում են ոչ թե վստահության հիման վրա, այլ համակարգի եւ ինստիտուտների շուրջ։ Այս ամենը հասարակությանը եւ ազգին պաշտպանում է այն վատ մարդուց, որը այսպես թե այնպես կարող է վերցնել իշխանությունը։ Այնտեղ հույսը չեն դնում այն բանի վրա, որ իշխանության կգա լավ մարդ։ Այնտեղ ամեն ինչ արված է, որպեսզի վատ մարդը, ապաշնոր ղեկավարը չկարողանա վնասել պետությանը։
Հայաստանում նման մեխանիզմ ոչ ոք չի կառուցել։ Կա եւս մեկ պատճառ, որի մասին քչերն են խոսում կամ գրեթե չեն խոսում՝ պատերազմը միշտ պատճառ բերել է։ Ոչ թե որպես ողբերգություն, այլ որպես քաղաքական մեխանիզմ։ Օրինակ 1991 թվական պետականություն կառուցելը անցավ երկրորդ պլան, ինչու, որովհետև երկիրը պատերազմի մեջ էր։ 1994 թվական զինադադար, մենք հաղթում ենք պատերազմում, կարծես թե կար պարարթող կրկին պետություն կառուցելու, բայց նորից եկավ պատճառաբանություն, թե պատերազմը չի ավարտվել, մենք դեռևս պատերազմի մեջ ենք, հետևաբար պետականություն կառուցելը, ինստիտուտներ եւ համակարգ կառուցելը նորից կարելի է մղել երկրորդ պլան։ Մշտական սպառնալիքը արհեստականորեն օգտագործելը բերում է ավտորիտարիզմի։ Հիմա չի կարելի քննադատել ղեկավարին, պետական ինստիտուտներին, մնացած բոլոր պատասխանատու անձանց, որովհետև մենք պատերազմի մեջ ենք։ Հիմա ընդդիմության ըմբոստանալու ժամանակը չէ, հիմա պետք է կոնսոլիդացվել։ Մենք պատերազմի մեջ ենք։ Այս արտահայտությունները արել են բոլորը՝ Լևոն Տեր-Պետրոսյանից, Քոչարյանից, Սարգսյանից մինչև Նիկոլ Փաշինյան։ Եվ վերջին, բայց ամենախորքային հարցը՝ ինչ ենք մենք վերջապես ուզում։ Մենք ուզում ենք լինել արևմուտքի մի մասնիկը, թե մենք այնուամենայնիվ ուզում ենք լինել արևմուտքի եւ Ռուսաստանի միջև յուրահատուկ կարգավիճակում։ Մենք հայրենիք ենք 3 միլիոն հայի համար, թե մենք հայրենիք ենք աշխարհում սփռված 11 միլիոն հայի համար։ Ի վերջո, հայ լինելը նշանակում է միայն քաղաքացի, թե արյան կանչ։ Հավատացեք, այս հարցերը հռետորական չեն, այս հարցերի պատասխաններից շատ բան է կախված։ Բոլոր այն երկրները, որոնք հասել են հաջողության, անկեղծ իրենց պատասխանել են բոլոր այս հարցերին։ Սինգապուրն ասաց, թե ինչ է ուզում դառնալ Ասիայի համար, եւ հավատարիմ մնաց իր խոստմանը։ Էստոնացիներն ասացին, մենք Եվրոպայի թվային պետություն պետք է դառնանք, եւ պահեցին իրենց խոստումը։ Իսրայելն ասաց, մենք պետք է դառնանք պետություն աշխարհի բոլոր հրեաների համար, եւ պահեցին իրենց խոստումը։ Հայաստանը ցավոք սրտի դեռևս չի պատասխանել իր բաժին հարցերին, եւ քանի դեռ չի պատասխանել, ապա շարունակելու է մոլորված, թափառել ու դեգերել աշխարհի ու պատմության ոլորաններով։ Եվ այսպես 4 հիմնական պատճառ։ Մենք փոխում ենք մարդկանց, բայց չենք փոխում համակարգը։ Իսկ ինչ եք Արցախ ասում հասկանալ։ Հետաքրքիր է, զուտ հետաքրքիր է։ Իսկ ինչ եք այդ դեպքում վազգում, երբ որ Հայաստանի Հանրապետության ինչ-որ տարածքներին ադրբեջանական անվանումներ են տա։ Ենթադրենք Սևանին ինչ-որ մեկը ինչ-որտեղ այլ անվանում է տալի, վատ եք զգում։ Ինչ եք վազգում։ Մենք պետականություն փորձում ենք կառուցել կոնկրետ անձերի շուրջ, ոչ ինստիտուտների։ Իրենց պատմական տարածքը չի։ Ղարաբաղն էլ ներողություն եմ խնդրում, Ղարաբաղն էլ Ադրբեջանինն է եւ բախեք ուրիշ ան։ Ինչ այդ եղել է մեծ։ Ես ձեր հետ համաձայն չեմ։ Ես ձեր հետ համաձայն Մեծ չեմ։ հայկի նահանգ է Ես եղել։ լուրջ ես ասում։ Երրորդ, պատերազմը միշտ եղել է պատճառ անգործությունը թաքցնելու համար։ Եվ չորրորդ, մենք մինչև օրս չգիտենք, թե ով ենք մենք եւ ինչ ենք ուզում դառնալ։ Սա դատավճիռ չէ, սա ախտորոշում է։ Հիվանդությունը կարելի է բուժել, բայց միայն այն դեպքում, երբ գիտես հիվանդության բուն պատճառը։ Գրիր մեկնաբանություններում, թե այս 4 պատճառներից որն է քո կարծիքով ամենակարևորը։ Ես կարդում եմ բոլոր մեկնաբանությունները, այնպես որ հաջորդ թողարկման ժամանակ կանդրադառնամ դրանցից լավագույններին։ Կհանդիպենք։